Hey you guys, բարի գալուստ իմ ալիք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, ասացի ես սա մի հատ պարտադիր պետք է նկարեմ, որ նոր տեղադրեմ ջրոց, գիտեմ, որ դուք էլ եք սիրում, որ ես ինչ-որ պատրաստում եմ, նկարում եմ, քանի որ ձեզ էլ եմ տալիս idea, հա, օրվա ընթացքում, թե ինչ պատրաստել, նոր կարտոֆիլ ինչպես տեսնում եք համեմել եմ, ծաղկակաղամբը ես երեխեք վաղուց չեմ տապակում, շատ էլ չեմ տապակում բանջարեղենները, այսինքն ինչ ջեռոցը գնել եմ, արդեն ինչքան կլինի, մի տարի կլինի, որ ջեռոցը գնել եմ, ամեն բան ջեռոցում եմ պատրաստում, շատ քիչ ձիթայող եմ ավելացնում կամ բուսայող եմ ավելացնում, ծաղկակաղամբը շատ համեղ է, նաև կարող եք պաքսիմատ էինք ասում, հա, պաքսիմատով, չորահաց երևի և ձվով թաթախել, այդպես էլ է շատ համեղ ստացվում, ես ուղղակի այսպես եմ անելու, այսպես էլ է շատ համեղ էլի ստացվում, նաև սխտորի փոշի եմ ավելացրել, այստեղ էլ խորովում եմ պղպեղներ և նաև պատրաստելու եմ հնդկածավար։ Մենք իսոմոլում ենք, տուն եմ հասել, գրումներ եմ կատարել, ինչ ես ուզում, հա, սրանից ես ուզում, խուրմա, երեխեք, չգիտեմ, Հայաստանում գնումներ, ձեզ բարևել եմ, չեմ բարևել, չեմ լեշում, եթե չեմ բարևել, բարև բոլորին, Հայաստանում գնումներ կատարելը ու նկարելը մի քիչ այնքան արդեն խորթ է գալիս ինձ, Բելիզում նկարում էր, որովհետև Բելիզի ուտելիքները, մրգերը շատ բաներ անծանոթ էր ձեզ, բայց Հայաստանում գնումներ անել ու նկարել մի տեսակ էլ չեմ ցանկանում, չգիտեմ, երևի էլ չնկարեմ գնումները, որովհետև մի քիչ այն չի էլի, գրեթե բոլորս նույն բանն ենք ուտում Հայաստանում, այս տեսակի ինչ ենք ասում սրան, ես չգիտեմ ճիշտ եմ գնել թե չէ, այսպիսին բան եմ գնել, սա լոլիկի սոուսով է շատ համեղ լինում պատրաստել, ամանի հեղուկ, զեյթուն, ձիթապտուղ, երկու այսպիսի ամանի կուսկաներ, լարայի շամպունը, Colgate, ձիթապտղի յուղ, extra virgin, այս մյուսը, այստեղ բան կա, որ պետք չի ցույց տամ, սա կարծեմ, եթե չեմ սխալվում, իտալական է, բայց եթե չեմ սխալվում, ամբողջական ալիով է պատրաստված, եթե չէ, նա ոչինչ, անկոր կարակ, հնդկածավարով, փոքրիկ կատ այսպես ուրջի համար, որ մեծ առնում եմ, չեմ կարողանում ինչ վերջ խմել, պանրով նրբերթիկ, քամած մածունդիլի և Մարիանայի ես գրեմ պանիրներից շատ ենք սիրում, այո, նյամ, հիմա գիտեք ինչ ենք ուզում անել, Լարայի համար ուզում եմ բասանոշկաներ գնել, ունի, բայց մի հատ է ու արդեն լավը չեն ո՞րն է, մի հատ է պետք, մի զույգել է պետք, հիմա գնում ենք շուկա, այսպես սա դասավորում ենք և գնում ենք շուկա, բոլորովս միասին, ինչը որ պետք է դնեմ սարդարաններեմ և գնանք շուկայում ենք Լարային կոշիկներ ենք փորձում, սա ընտրեցինք Լարային, սիրունը, չէ, ես վերցնենք ես, պուպուշա, Լարա, չուզեց հակից հանի, կամ են գիլաս ենք առում, 500 դրամ է կիլոն, եժան է, նեղացել է, ինչս է նեղացել, չգիտեմ, ինչից ես նեղացել, Լարա, ծմերք վերցրեցինք, գիլաս, Լարա, ինչից ես նեղացել, հա? Նեղատել է խան։ Մենք տուն ենք հասել, այնքան շոքա, շուկայից տեսեք Լարան ինչ գնեցինք, դել եմ երկու բան վերցրել,
Հետո ձմերուկ գնեցինք, գիլաս ու եկանք տուն։ Ուտելը։ Էս էր ամենասիրած մասը, որ ես փոքր էի, էս էի ուտում, գիտես Լարա, մաման էլ էր սա սիրում ուտել, ձմերուկի, որ կտրում ենք տանը, կռիվ էինք անում, թող պետքա սա ուտեր։ Ես այն բան դասավորեցի, ձմերուկը կտրատեցի, դրեցի սառնարանը, որ սառի, հիմա տեսեք ինչ եմ պատրաստում։ Սա որ ցույց էի տվել, սա այնքան համեղ է լինում լոլիկի մածուկով եւ թարմ կտրատված լոլիկներով, ուրեմն լոլիկի մածուկը մի փոքր թողնում եք, որ եփվի, հետո կտրատած լոլիկներն ավելացնում եք, որան էլի միասին եփվում են, հետո ավելացնում եք սա։ Ես իանունը ոչ ճիշտ ասեմ, չեմ հիշում, ինչա, բայց այսպես շատ համեղ է լինում, շատ համեղ ապուր է ստացվում, ավելացնում եք ջուր, սա պարտադիր պետք է պատրաստեք կամ կարագով, կամ ձիթապտղի յուղով, ես պատրաստել եմ կարագով, շատ համեղ թեթև ապուր է լինում, ջուր եք ավելացնում վրան ու թողնում եք, որ ինքը եփվի։ Վերջում տեսքը ցույց կտամ։ Կանաչի չեք ավելացնում, կամ եթե ցանկանում եք, բայց բաղադրատոմսի մեջ, ինչքան որ ես պատրաստել եմ սա, կանաչի չի եղել։ Սա էլ ապուրի վերջնական տեսքը, կարող եք եփելուց հետո եռացնել, հա, օրեգանոն, կամ կարող եք հենց որ մատուցում եք այդ ժամանակ ավելացնել օրեգանոն, շատ համեղ է ստացվում, հենց այսպեսի տեսք պետք է ունենա։ Հենց այս ապուրը միայն պատրաստում են լոլիկով եւ լոլիկի մածուկով։ Իհարկե տարբեր այլ աղցանների տեսակներ էլ կան, կպատրաստենք դա ընթացքում, բայց որ գնում եք ռեստորաններ, հենց այսպես էլ իրենց մատուցում են։ Շատ համեղ է, փորձեք։ Մեզ մոտ մրգի ժամ է։ Ես սուրճ եմ խում, սառը սուրճ։ Լարանն ինչ տեսնում է, բնականաբար ուզում է կրկնել։ Ինքն էլ ջուրը այսպես է խմում, ես սուրճս, ինքն էլ ջուրը։ Գիլաս ենք ուտում, ձմերուկ կերավ, ցերեկը նոր է քրինց արթնել։ Ես էլ պարապմունքներս արեցի, դեռ ունեմ եւս մեկը անելու։ Այդպես։ Դուրս է խաղում Լարան ջան։ Wow. Մամային նայ։ No? Okay. Ես տուն եմ հասել, ինչպես տեսակ, Իսոմոլում հանդիպեցինք Աննայի հետ, շատերի կողմից սպասված հանդիպում էր, ուղղակի չկարողացանք երկար նկարել, որովհետև Աննային շտապում էին, ընդհանրապես 5 րոպե ենք հանդիպել։ Աննայի իր ամուսնու երեխաների մայրիկի այնքան հաճելի է, ինչքան հետաքրքիր է կյանքը, քանի տարեկան է, 5 տարի, հա, որ մենք խոսում ենք, ես Բելիզում էի ապրում, տեսից կգա մի օր, որ մենք կհանդիպենք։ Եկավ այդ օրը հանդիպեցինք, իրականում Աննան էլ ավելի շատ լավն է։ Մի բան կարող եմ ասել, որ տեսախցիկը մարդուն փոխում է մի այլ կերպ, ինձ ով տեսնում է դրսում, ասում է թե քո խալը չելներ, ես քեզ չէի ճանաչի, իրականում շատ ուրիշ ես։ Նույն էլ Աննայի դեպքում, հա, այսպես sense ավելի խոշոր է կամերա, տեսախցիկը ցույց տալիս, sense ավելի ուրիշ է։ Իրականում որ տեսնում ես, sense
այստեղ իհարկե տեսքը չի կարևոր, բայց ուզում եմ ասել հետաքրքիր էլի, որ դիտում ես, հա, ինչ որ մեկին երկար տարիներ ու հանդիպում ես իրական կյանքում, բնականաբար մի փոքր այսպես համեմատում ես։ Իհարկե լի եմ դրական էմոցիաներով եւ Աննայի տղան ինձ համար ծաղիկներ էր ընտրել, նվեր, ինչքան սիրուն են, փաթաթվեցին երեխաները, շատ լավն էին։ Հույսով եմ այս անգամ որ Աննան գա Հայաստան, մեր տուն կգա, այդպես ուղղակի չի սպասում որ Աննան գրեց, հա, արմավիրում ենք, չի սպասում որ պետք է հանդիպեինք։ Շատ հանկարծակի ստացվեց ամեն բան, որ մյուս անգամ գան Հայաստան կամ ինչ գնալը տեսնենք, եթե ստացվի, գոնե ավելի երկար, եթե չստացվի, կթողնենք մյուս անգամ։ Այդպիսի բաներ, ասացի ձեզ էլ ասեմ, որ իմանաք, այդ մի քանի րոպեն հասցրել ենք նկարել ձեզ համար։ Ալարայի նոր խաղալիքը, Իսոմորից գնեցինք։